Տան վրա։ Դե բայց ապրող կա։ Կարող առել են։ Բայց ժողովուրդ չեն։ Էդի քաղաքապետի դարանի բան։ Հա? Հա, չէ, կարող ապրելու ենթակա չի։ Տան վրա բան են կպցրել այնտեղ։ Այս մեր կողքի տան վրա էլ մի ժամանակ կպցրել էին, որ ապրել չէր կարելի, հիմա այստեղ նորից։ Անձրևոթած եղանակը։ Ժողովուրդ ջան, բարելուս։ Մեր մոտ ջերմաստիճանը +7 է, բայց անձրևային է։ Անձրևոթած եղանակը, հա։ Հարևանս տեսնում ես, շուտան մաքրություն է անում։ Հա, բա ինչ անի, մենակ մարդա ինքը պետք է մաքրի։ Բայց մեծ է, չէ։ Հա, կլինի 79-ի մոդիկ։ 80-ի մոտ։ 70-ն անց է հաստատ։ Հաստատ չի, շատ է, հա, 75-ն անց է։ Բա։ Տան մաքրությունը դե մենակ է ապրում, ինքն է ու իր շունը։ Թե երեխեք ունի, բան ունի, դες կինոր հաստատ չունի։ Չգնացող եկող էլ չունի։ Չկան դժվար է, չէ, այդ տարիքով մարդկանց համար մենակ գնացող եկող չունի, ես չեմ տեսել։ Ու մեկ կարող է գիշերվա 12-ին շան վրա ոնց նենց է գոռում, մինչև մեր տուն լսվում է ձայնը։ Մենք էլ վեր ենք թռնում գնաց տեղից, չէ։ Հա, վեր ենք թռնում, բայց իրոք շատ ուժեղ գոռում է։ Երևի շուն այդ ժամին կարող է հաչում, ասում է դուրս գա, ինքն էլ չայնանում է, չգիտեմ։ Շարժում է իմ կամերան։ Գործ եմ գնում, ժողովուրդ ջան, աշոտը տանում է կայարան, այնտեղից գնացքով գնամ։ Արդեն մտել ենք մեր առօրյայի մեջ։ Կամաց հարմարվում ենք, բայց մի բան ասեմ, տեսեք, ասենք այդքան ժամանակ երկար մնացել էինք, երկար ժամանակ երեխեքին չէինք տեսել, այնտեղ մեր հարազատներին չէինք տեսել, ոնց որ այսպես ասած միամտած ապրում էինք։ Զգուշ է այստեղ աշոտ ջան, ես չխոսացնեմ, չխոսամ խանգարեմ, կարևոր տեղ է։ Բայց գնացինք, տեսանք, եկանք, ավելի շատ եմ կարոտում, հատկապես այդ նոր եկած օրերին, այնքան շատ եմ կարոտում։ Չգիտեմ, այդ նորմալ է, թե նորմալ չի։ Երևի նորմալ է, էլի։ Ահա։ Ես ինչ տեսակի մեքենա է։ Մանա։ Ման։ Գրուզավիկ ավտոմեկ։ Գերմանական։ Բեռնատար գրուզավիկ մեքենա։ Գերմանական։ Հա, մանը գերմանական։ Գերմանական։ Կարուսել բաներ են այստեղ հավաքում։ Կարելի ասել հավաքել են, բանա, սննդի կետեր են դրել։ Յուր կանք ֆրիուտելու աշոտ, ֆրիչես։ Ստեղ չէ, բայց այստեղն է լավը չի։ Կենտրոնի ֆրիչեսը շատ համով է, հա? Կարնավալի օրը գել։ Կարնավալի օրը։ Բայց այնքան մարդ է լինում, ես հետ չեմ սիրում, այնքան լիքը մարդ։ Որ օրը ասես, որ օրը ազատ կլես։ Որ օրը մի քիչ հարմար ժամ լինի, որ շատ մարդ չլինի, այնտեղ ինչ գործ են անում։ Այսօր ու վաղը անձրև պետք է լինի, այնքան հետաքրքիր է այս ժամին միշտ նայեք, հեծանիվներով անցնում են։ Դպրոցականները։ Հա, դպրոցականները։ Սկզբում ուսուցիչն է, հետևից աշակերտները գնում են, չգիտեմ ուր են գնում։ Այգի բան որ գնում են, ոտով են գնում, հիմա հեծանվով չգիտեմ ուր են գնում։ Վաղուց այգի չեմ եղել, աշոտը գնում է, բայց ես էլ չեմ եղել։ Ես մի անգամ եմ գնացել։ Մի անգամ, թե երկու անգամ։ Երկու անգամ գնացել եմ ֆիթնես եմ արել։ Հա, հա։ Ես բայց չեմ եղել, բայց տեսենք ես Կիրակի արժի մի հատ գնալ նայել ինչ վիճակ է այգում։ Այստեղ էս ծառեր վրայի տոնածառի Մոռացա չէ։ լույսերը չեն հավաքել։ Մռտնած ամպամած եղանակ է։ Բայց ես այս եղանակն էլ եմ սիրում, ես բոլոր եղանակներն էլ սիրում եմ։ Բա Հայաստանում ինչքան սիրուներություն է ձմեռը, շատ սիրուներ։ Են ինչ է աշուտ ընդե կրան է, թե են ինչ է, ես։ Ինչ որ բան են սարքել։ Հավաքում են էլի, կարծեմ ստեղ էլ են կարուսել բան դնում։ Տենա, հա, ստեղ էլ են տնելու։ Հիմի կոնկրետ երբ է, որ օրնա կարնավալը։ 16-17 այդ է ուրեմն։ Են մնամակ երկար է գրած։ Բան չմնաց։ Ես ինչ բան է, մեքենա բան չկա, այսպես դատարկ հանգիստ է։ Դե մենք գալիս ենք դրա համար սա բառն արել։ 8 աստիճան։ Անա այստեղ խաղալու բաներ են դրել։
Նայեք մեր միջքաղաքային ավտոբուսներն են սրանք։ Այս զեբրան որ կա, անցորդները անցումի տեղը հեծանվով իրանք հեծանիվը վարելով իրավունք չունեն, ասեմ, պետք է իջնեն, այսպես ձեռով բրդելով տանեն։ Մեկ ուղղակի հարամություն են անում։ Այսօր վաղը անձրև 8 աստիճան, լավ է, ցուրտ չի։ Ես ուղղակի շարֆ եմ գցել, որ էլի բերանս ծածկեմ։ Չնայած աշուտից թվում է բժիշկը որ ասում ես չմրսացնես, դե երևի նկատի ուներ այդ մինուսները Հայաստանի։ Այս 8 աստիճանին ինչ մրսացնել։ Դա համենայնիվս մի շաբաթ բայ զգուշ եղել։ 100 տարեկան Կարենկինը։ Այս Հիվանդանց գնացող ավտոբուսն է, առաջին համարը։ Նայ, այստեղ քանի տեղ դրել են այս ատրակցիոնները։ Բանի, այստեղ էլ են դրել, Կայարանի դիմաց էլ են դրել։ Այստեղից են շատ էլ շարժ։ Հա։ Կենտրոնում էլ էր։ Երեք որ գնացել է, այնտեղ էլ էր դրած։ Այսա տեսեք։ Մեր քաղաքը պատրաստում է Բելգիայի ամենամեծ կառնավալին։ Ընքան բանա, որ տղամարդիկ հատկապես այդ կանացի հագնված, տրիկոներով, գունավոր, յուբկաներով։ Ու նորմալ էլ իրանց համար, տես նորմալ է։ Այստեղ են հավաքում։ Իսկ ես ու դեկայից։ Այստեղ կանգնի, հա, այստեղ նորմալ է, այստեղ կանգնի։ Դոյնի միտիմով էլ։ Գնացք մի հատ նայեմ, տանը նայել եմ, իր ժամին գնալու է։ Այստեղ նորմալ անց 50։ Այս երեք ուզում էի ձեզ ցույց տալ փոշեկուլը, փոշեկուլ թե փոշեցիչ, որ փողոցները մաքրում է։ Տեսնում եք։ Հիմա այստեղ եմ ուզում ցույց տամ, գույնն էս բաց է երևում, ինչ չգիտեմ։ Անց 50։ Հենց Սինտ Պիտերս, որ նոր էինք եկել, Գենտ էի ասում, Գենտ, մի անգամ տղաս ասեց, մամ իրանք խենտ են ասում, գային խեն ասում, խենտ։ Թե ինչ են տենց ասում, չգիտեմ, ավելի են դժվար ասնում։ Փորձում եմ իստակ պահեմ, այս սիրուն շարֆիկը իմ աղջիկն է նվիրել հայերեն տառերով, ուղղակի այսպես փաթաթում եմ, լավ չի երևում, այսօր առաջին անգամ եմ գցել, բացած ավելի սիրուն է տառերը երևում են։ Բարսանա, շողով ջան, մի հատ զանգեմ Հայաստան, խոսեմ, հետո նոր գնացքի մեջ սկսեմ վլոգը մշակել, սարքել։ Շատ քիչ ժամանակ ունեմ ճաշի եփելու համար, սոխառածը համարյա թե վառեցի։ Տոմատի մածուկ եմ ավելացնում, այսինքն մաքրած լոլիկ ու մի փոքր ալյուր խուս եմ սարքում։ Կանաչ լոբով ապուր եմ պատրաստելու։ Ջուր եմ ավելացնում, ընդհանրապես եռացրած ջուր եմ լցնում, բայց այսօր եռացրած չի, տաք ջուր է, քանի որ գործեմ քիչ ժամանակ ունեմ, ամեն ինչ այսպես արագ ձեռքի վրա անում եմ։ Կարտոշկան մաքրել եմ արդեն, սա էլ կտրատեմ։ Լոբին ջրի մեջ է, այս վերջացնեմ, հետո լոբին լվանամ, կավելացնեմ։ Որոշել էի տապակելու համար էի առել, բայց փոշմանեցի, որոշեցի ապուր պատրաստեմ։ Այս գործի օրերին, որ ժամանակը քիչ է լինում, այսպես ամեն ինչ արագ անում եմ, ուղղակի որոշեցի նկարեմ, թե չէ ընդհանրապես նկարել ժամանակ էլ չի լինում։ Ահա, հիմա մի քիչ էլ աղացած կարմիր պղպեղ լցնեմ, քաղցրած սա կծուչի։ Ու լվացրած լոբին արդեն, այստեղ մոտավորապես 800 գրամ լոբիա, 2 տուփ էի առել, ամեն մեկի մեջ 400 գրամ։ Մի անգամից դա կանեմ, մեծ կաթսայով եմ եփում, ամբողջ օրվա համար կհերիքի։ Մեկ-մեկ էս նույն ապուրը մսով եմ պատրաստում, այսօր առանց մսի։
Ահա, լավ է, հիմա մի հատ խառնեմ ու ջուրը կավելացնեմ, մոտավորապես այսքանը հերիք է, ծածկեմ թող եփվի, հագին եփվեց, հիմա դդմիկ եմ ավելացնելու, սա սկզբում չավելացրի, որ շատ չեփվի, թե լոբին ու կարտոշկան պետք է մի քիչ ավելի երկար եփվեն, ես ժամանակ չունենալու համար տախտակի վրա չեմ կտրատում, այսպես ձեռքի վրա մանր կտրատում եմ, յուրահատուկ համա տալիս դդմիկը լոբով ապուրին, կարելի էր նաև գազարքերիչով անցկացնել, բայց դիտավորյալ չեմ լցնում, որ աշոտը չդժգոհի, ահա, սա էլ թողնեմ եփվի, խոշոր աղ եմ ավելացնում, կուզենայի կանաչ կծու պղպեղ լցնեի մի հատ համի համար, բայց չունեմ, դրա համար այս կարմիր բուլղարական պղպեղը կլցնեմ, էլի լավ համա տալու, սա էլ մի քիչ եփվի ու արդեն պատրաստ է կանաչին եմ ավելացնում, համեմ ու մաղադանոց սամիտ եմ լցնելու, հայկական Հայաստանից բերած կանաչի է, վերջ, արդեն պատրաստ է ապուրս, մի քիչ ուտեմ ու գնամ գործի։ Շինարարություն այստեղ Սինտ Պետերսի կայարանում կենտում նենց աղմուկ է, մեծ թափով շարունակվում, այստեղ արդեն քանի տարի շինարարություն են անում, քանի տարի էլ դեռ կշարունակվի։ Այս մի բանից որ իջնում եմ, այս մի մուտքից որ դուրս եմ գալիս, առաջին համարի տրամվայը մոտ է լինում, այստեղ կանգարը մոտ է էլի լինում, գնամ հիմա այդ կանգար, երրորդինն էլ մի քիչ պետք է քայլեմ այն կողմ, բայց էլ չեմ գնա այնտեղ, բարակ անձրև սկսեց, ջերմաստիճանը 11 աստիճան է, արդեն երկրորդ օրնագործի եմ գնում, արդեն ոնց որ հունի մեջ եմ մտել, նայենք հեծան որ չգա հանգարց վթար բան չլինի, երևի նոր է գնացել տրամվայը, որտև քիչ մարդ կա կանգնած, ոչինչ լավ գնամ սպասեմ, երեք խանութում էլ շատ հանգիստ էր, հաճախորդներ շատ քիչ կային, շատ քիչ, ու նկատեցի, որ ապրանքներն էլ ահագին թանկացել են մեր խանութում, հա մի րոպե է մնում տրամվային, հա դե լավ այն սպաց շատ ժամանակ կա, գնամ արդեն, այն է եկավ արդեն տրամվայը, անձրև ուժեղացավ, այնքան հավեսս գալիս է, որ տրամվայի մեջ խմբով տարիքով այդպես կանայք կամ ընդհանրապես կանայք տղամարդիկ բարձրանում են, միտեղ են գնում, հիմա այս անգամ կանանց խումբ էր, ընկերուհիներ էին, ինչ էին, գալիս են քաղաք իրանց համար, միտեղ նստում են, սրճում են, ուտում են, խանութ մանութ են մտնում, հաճելի է, այսինքն այստեղ էլ կա էլի լավ ընկերություն, որ շարունակվում է երկար, մինչև շատ մեծ տարիքը, մինչև խորս ծերություն ես կասեի, մեզ թվում է, թե այստեղ Եվրոպայա մի բան են, մարդիկ սառն են, բան չունեմ ասելու, բայց ընդհանուր չենք կարող այդպես ասենք, որովհետև կան շատ ջերմեն ընկերներ, թե ընտանիք, այնպես չի, որ բոլորը սառն են։ Երեք գնացքի մեջ տուն գնալուց նեցովացություն զգացի, մոտս չիր կար Հայաստանից բերած աղջկաս դրա չրերից էր։ Հանեցի, որ ուտեմ, այդ պահին մի հատ աղջիկ եկավ նստեց, հենց այդ իմ նստանի դիմաց, իմ դիմաց նստեց, հիմի մտածում եմ, ես ուտում եմ այդ չիրը, ու մտածում եմ, ես երեխին էլ էլի հյուրասիրեմ, հետո ասում եմ, ինչ ռեակցիա կտա, հետո ասում, դե լավ, հա սպասի հյուրասիրեմ, հիմա ինչ ռեակցիա, ուզում ա թող տա։ Տոպրակի մեջ էի լցրել ցելոֆանի պես տոպրակի փոքր, բացեցի մոտեցրի, ասում եմ, վերցրա, ասում եմ, ինչ է, ասում եմ, ծիրանի չիրա, մինչև այդ ասեց բանա, խուրմայա, արմավ, ասի չէ, չիրա, ծիրանի չիրա, վերցրեց, սիրունը վերցրեց, երեխայր էլի մի 20 տարեկան, վերցրեց, կերավ, շնորհակալություն հայտնեց, ես էլ լավ զգացի, բնականաբար դե
իրան էլ հաճելի էր։ Հատկապես այդ ջահելներին, որ տեսնում եմ, ոնց որ գիտեմ իմ երեխեքն են, պատկերացնում եմ իմ աղջիկը, իմ տղան են տենց գործից հետո, դասից հետո սոված բան։ Ու տենց, չգիտեմ, լավ եմ զգում, ոնց որ հյուրասիրում եմ։ Այն մի անգամ էլ մի աղջկան շոկոլադ հյուրասիրեցի հեռախոսով խոսում էր այդ պահին ու ասեց ինքը ֆրանսերեն էր խոսում, բայց հասկացա, շոկոլադն հասկացա էլի։ Դե ճպտալով պատում էր, ում հետ որ խոսում էր։ Ինչև է մարդ ենք էլի, մարդը ամենտեղ էլ նույն մարդն է, լեզուն է տարբեր, գույնն է տարբեր, բայց մարդը մնում է մարդ, որտեղ էլ ապրի։ Այդպես իմ սիրելի բարեկամներ, գնանք տեսենք այսօր ինչ օր ենք ունենում։ Անջատեմ արագ գնամ անձրև ահագին ուժեղ։ Վաղուց այս ծաղիկները չեմ նկարել, չեմ անցել այս կողմով, տեսենք նոր բաներ ինչ կան։ Չնայած այստեղ նայում եմ, այնքան որ սիրուն ծաղիկ են նայում եմ, այստեղից հո չեմ առնելու հետը ստանում, հələ նայեք ինչքան լավն են։ Այստեղից գործի եմ գնում, չեմ կարող առնեմ, տանեմ խանութ, ետ դառնալուց էլ արդեն խանութն է փակ, այստեղ է փակ։ Ինչքան սիրուն են, չէ։ Սոխուկները, հիացինթ, սելվարդերը։ Գնացինք ժողովուրդը։ Մուրացկանը նստած էր, անձրևը հարմար չէր, որ հիմա այս զոնտիկը փակեի, կոպեքանեի տայ, վաղը հիշեմ պատրաստի պահեմ, որ անցնելու ստամ, ահագի ժամանակ նստած չէր, հիմա կարելի, որ Հայաստանում ենք այնտեղ էլ, որտեղ որ ապրում ենք, այդ փողոցի անկյունում հենց խանութ իշտելուց մի կիներ նստած լինում, այսինքն մի անգամ եմ տեսել, ես այդքան դե շատ չի չա, չէ, խանութ, Այնտեղ հանեցի իրան էլ փող տվեցի, շնորհակալություն հայտնեց, ասի դրսում տալիս եմ, բա իմ երկրում չտամ, իմ հայրենակիցներին, էլի տարիքով կիներ նստած, ինչ որա, հիշեմ էստեղ վաղը կոպեկ պատրաստ պահեմ, անձրև չլներ էլի կկանգնեի հանեի, բայց հիմա հարմար չի, իսպես ծանր պայսակն է թևիցս կախած, Էսա Այդպես ժողովուրդ չան Էս այն օրը, որ մտա խանութներ զեղչված ապրանքներից հլը քիչ միչ կար այդպես առանձին հավաքել դրել էին Այն օրը դե նվերի համար էի մտել բայց կային բաներ, որ կարելի էր էլի առնել Էլի նվերի համար կարելի էր առնել պահել Այ Այսօրվա եղանակի պատճառով էլ կարող է խանութ չգան շատ բարդ, անձրևոտ եղանակի ինձերտի շատ չեն գալիս։ Որ շատ էլ չեն գալիս, ձանձրալի է, այդ էլ ասեմ։ Հեշտ է գործի առումով, բայց ձանձրալի է։ Այդ փողոցները ինչ դատարկ են։ Այս ռեստորանների դիմաց Այսպես կրակը ահագին տաքություն է տալիս, այն մի անգամ ընկերուհիներով որ նստեցինք, ահագին տաքացնում էր, ավելի ցուրտ ժամանակ էր, մարդ չկա, փողոցներում քիչ են անձրևը խանգարում է դուրս գան, ժամը հիմա 12-ից 15 է պակաս։ Այս իմ սիրած սրճարանն է, վերջին անգամ աշոտ հետ ենք տեսնել, ես մեկ աղջկաս հետ ենք գալիս, Սիրում եմ, այստեղի կապուչինոն շատ եմ սիրում Ամենտեղ նայեք, այնքան շատ են խանութները փակվում ու ուրիշ խանութ են բացում փոխարենը կամ իրանք իրանց սնանկ են ճանաչում փող են ստանում կարծեմ պետությունից այդ ժամանակ Այս ինչ նոր խանութ է Չգիտեմ ինչ խանութ էր նոր էր, բայց ամեն դեպքում Հարցազրույց էին երևի վերցնում, ասում եմ մի րոպե կսպասեք, ասի գործի եմ ուշանում եմ, համ ասում եմ ուշանում ու ճեմելով գնում եմ էլի։ Այս մի անգամ ինձ թույլ եմ տալիս ստրեսի չի ենթարկվել հանգիստ գնալ։
գնա իմ հոլանդերենով հարցազրույց տայի, չնայած այդ խնդիր չէր, բայց ամեն դեպքում որ կանգնեի կուշանայի։ Ուզում եմ նայեմ խանութում երեք ասեցին մանկական կոշիկներ են զեղչվել, գնամ տեսնեմ այդ որ կոշիկներ են, թորներից հակով են թե չէ։ Հասա ժողովուրդ ջան, հասա։ Սրանք էլ են զեղչվել 20 եվրո արժեն։ Սրանք էլ են զեղչվել, բայց ռազմերներ այդքան չկան։ Այս բաճկոնները բոլորը զեղչվել են։ Այս կինը, որ անցնում է այնտեղ, գիտակ խոսալով մեր հաճախորդներից է։ Մի անգամ իմ մոտ վճարեց, շորը այդպես արագ ծալեցի, տվեցի, նեղացավ, ասեց, վայ, ասեց, ինչ ոնց ծալեցիր, վայ, ասի կներեք, նորից ծալեցի, տվեցի, նայեմ, սրանք էլ են զեղչված, ուղղակի մի ռազմեր է, էմն ամենակ կախած, նայեմ այս կողմն ինչա։ Ռեզինով է մեջքը։ Այս կապույտներն էլ են զեղչված, բայց չգիտեմ էլ երեխեքի հագով կլինի, չի լինի, որ վերցնեմ կհակնեն, չեն հակնի։ Կանաչի գույնը շատ դուրս եկավ, բայց մենակ էմն է։ Այս մեկի բանը, այս կապստոկը սխալ է, էքստրա լարջա կախած։ Սիրուն են, ուղղակի չգիտեմ երեխեքի հագով կլինի, թե չէ։ Սրանք էլ տանը հագնելու համար, դրսում էլ ինչի չէ, գույները շատ սիրուն են, չէ, ինքան դարշնագույնը շատ մոդա է այս տարի ու շատ սիրուն է։ Սրանք էլ սպորտային տանը հագնելու այդպես բաներ են հաստ։ Այստեղ սպորտային բաժինն է։ Սրանք էլ են ստիչը մեծերի համար, երեխեքը հասկանում են, որ սիրում են, բայց մեծերինը ես օրինակ չգիտեմ, ես որ չեմ սիրում, այստեղ էլ է ստիչ, հայտնի ստիչը։ Այս սրանք ճամփորդելուց առաջ ինձ պետք էր, չկար, հիմա մտածում եմ կարող եմ մի հատ առնեմ, երևի որ առնեմ լավ անեմ, լավ կանեմ, որովհետև պետք գալու չի լինում, մի հատ առնեմ, հալո գայան, բարև ձեզ, կարաք մեզ օգնեք մի քիչ, ինչ կարծիքի եք, սա արժի առնել, թե չէ, այո, չէ, դե որ գայանեն ասում, ուրեմն դա պետք է առնել, հա չէ, բա ինչի քանդեցիք, կարելի է իմանալ, պարզա, օքեյ, ուրեմն գնացի վճարեմ, շնորհակալություն, դուք շատ սիրալիր եք, շնորհակալ, ինչ հաջողություն, tot straks, Այն որ տրամադրությունը մի անգամից փոխվում է, որ տեսնում ես սիրալիր գոլեգաներիդ, իհարկե ես չի ասի, թե բոլորն այդպես են, բայց դեք մի հազար տեսակի մարդ կա այստեղ աշխատող աշխարհի տարբեր երկրներից ու մեծամասնությունը լավերն են գերակշռում են, լավեր ուղղակի շատ են։ Վերջ, ես գնամ աշխատեմ ժողովուրդ ջան, կհանդիպենք, լավ մնացեք։